Խորհրդարանի լիագումար նիստը բացված քաղաքական հայտարարություններով Գյորգի Գախարյայի թիմը սուր քննադատության ենթարկեց վրացական երազանքին եւ հայտարարեց, որ կուսակցությունը պետական ինստիտուտները օգտագործում է անձնական նպատակներով։ Իշխող թիմը արձագանքեց մեղադրանքներին։ Մեծամասնությունը հայտարարում է, որ հանուն Վրաստանի կուսակցությունը զբաղվում է սպեկուլյացիայով եւ նմանվում է քաղաքական խաբեբայի։ Այսօր Վրաստանի վարչապետը անցկացրեց ճեպազրույց, որտեղ խոսեց մի շարք կարևոր թեմաների մասին։ Իրակլի Կոբախիձյանը անդրադարձավ եվրոինտեգրման հարցին, վրացի ժողովրդին սպառնում են վիզային ազատականացման չեղարկմամբ անուղղակիորեն տեղական գործակալության միջոցով։ Սա խոսում է այն դժվարին իրավիճակի մասին, որը ստեղծվել է ընդհանուր առմամբ մի կողմից եվրոպական բյուրոկրատիայում, մյուս կողմից տեղական գործակալությունում, ասում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձյան։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ընդունել է Կովկասում չինական վերահսկողության դեմ պայքարի մասին օրենք։ Օրինագիծը արտացոլում է Վաշինգտոնում աճող մտահոգություններ եւ վրացական երազանք կուսակցությունը գնալով ավելի է ընդունում Ամերիկայի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդների ազդեցության ուղեծիրը։ Օրինագիծը պարտավորեցնում է ԱՄՆ-ի վարչակազմին պատրաստել Վրաստանում ռուսական եւ չինական հետախուզական ծառայությունների ներթափանցման աստիճանի վերաբերյալ գաղտնի գնահատական, ներառյալ նրանց գործունեության համընկնման աստիճանը։ Ներկայացուցիչների պալատը հանձնարարում է պետդեպարտամենտին եւ հետախուզության եւ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին ներկայացնել գաղտնի զեկույց օրենքի ընդունելուց ոչ ուշ, քան 180 օր հետո։ Վրաստան-Չինաստան հարաբերությունները, ռազմավարական գործընկերություն եւ խորը տնտեսական կապեր։ Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ եւ անցկացրել է ճեպազրույց։ Վրաստանի եւ Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ բացվել են ամուր հարաբերությունների նոր էջ։ Վրաստանը եւս մեկ անգամ հաստատում է համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը, ասել է Վրաստանի փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով Վրաստանը եւս մեկ անգամ հաստատում է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու իր անսասան հանձնառությունը։ Իրակլի Կոբախիձյանի ճեպազրույցի հիմնական թեման Բիձինա Իվանիշվիլիի դերն ու ներդրումն էր վրացական քաղաքականության մեջ։ Վարչապետը հիշեց 2012 թվականը եւ վրացական երազանքի պատվավոր նախագահի կողմից սահմանված սկզբունքները։ Նրա խոսքով Բիձինա Իվանիշվիլիի դերը Վրաստանում պետականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդման գործում բացարձակապես բացառիկ է։ Միացյալ ազգային շարժումը հայտարարում է հունիսի 20-ին հակաօկուպացիոն երթի մասին։ Կուսակցության կողմից անցկացված ճեպազրույցում, որտեղ խոսվեց բողոքի ակցիայի մասին, խոսվեց 2019 թվականի հունիսի 20-ից 21-ի իրադարձությունների մասին։ Ինչպես պարզաբանում է Լաշա Պարուլավան, 7 տարի անց Վրաստանում ռուսական ազդեցությունը մեծացել է եւ անհրաժեշտ է պայքարել Վրաստանի ապագայի համար։ Հոկտեմբերի 7-ին Աթոնելի պալատի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ձերբակալված անձանցից մի քանիսը այսօր ազատ կարձակվեն դատարանի դահլիճից։ Նրանք ընդունել են իրենց մեղքը եւ համաձայնության են եկել դատախազության հետ 3 տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն ընդունել իրենց մեղքը այն դրվագով եւ սպասում են դատավորի վճիռին։ Մյուս ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ։ Հոկտեմբերի 4-ին Աթոնելի պալատի մոտ ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվել պետական մեղադրանքի մի քանի հոդվածներով, որոնք ներառում են խմբակային բռնությանը մասնակցելը, ռազմավարական օբյեկտի խմբակային զավթումը։ Հանցագործությունը նախատեսում է 6 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դիմում է գլխավոր դատախազությանը եւ ներքին գործերի նախարարությանը արդյունավետ հետաքննություն անցկացնելու 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրահավաք ցրելու համար օգտագործված ջրցամ մեքենայում քիմիական նյութեր խառնելու օրինականության վերաբերյալ։
Այս կապակցությամբ անցկացվել է ճեպազրույց, ինչպես ճեպազրույցի ժամանակ նշեցին մարդու իրավունքների պաշտպանները, չնայած այն հանգամանքին, որ գործի սկսվելուց անցել է 4 ամիս, իսկ իրադարձություններից 1.5 տարի, քննչական մարմինը դեռևս լիարժեք պատասխան չի տվել։ Նրանց խոսքով մինչև օրս որևէ անձ չի նույնականացվել որպես տուժող։ 2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը ստացել է $271 միլիոն ուղղակի օտարերկրյա ներդրումներ։ Այս թիվը 47.7%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Տեղեկատվությունը հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Մեծ Բրիտանիան առաջին տեղում է ներդրող երկրների եռյակում, որին հաջորդում է ԱՄՆ-ն և Նիդերլանդները։ Վիճակագրության համաձայն ամենամեծ ներդրումները կատարվել են ֆինանսական, անշարժ գույքի և կապի ոլորտներում։ Թբիլիսիում վաժափշավելային համար 10 և համար 15 շենքերի մոտակայքում վերանորոգվում է հրապարակ և մարզադաշտ։ Նախագծի շրջանակներում տարածքում կկազմակերպվեն 2 մանկական խաղահրապարակներ և տարբեր ատրակցիոններ։ Կկառուցվի նաև ֆիթնես գոտի։ Ընդհանուր բյուջեն կազմում է $1.150 միլիոն։